Անդրանիկ Թևանյանին ես ճանաչել եմ 15-20 տարի։ Ձեր այդ անկեղծ բարձ խոսում եմ։ Վերջի 5 տարին իր հետ կապ չեմ ունեցել։ Անդրանիկ Թևանյանը պատահական մարդ չի։ Անդրանիկ Թևանյանը ստեղծել է կուսակցություն, մասնակցել է Երևանի քաղաքապետի ընտրությանը, տարել է մեծ ձայներ, մասնակցել է Գյումրիում նոտեր ավականներ ունի, Էջմիածինում ունի։ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է իմ հետ, բա այսօր հնարավոր չի մենակ դաշինք կազմենք իրար հետ, ասեմ ես դաշինք չեմ կազմելու։ Եթե այսօր դու ցանկանում ես, քո թիմը վարի մեծ ընտանիք, իրար հետ որպես մի թիմ կազմակերպենք գնանք, եթե չէ դաշինք չեմ կազմելու։ Ինքը համաձայնվել է, ես նորից եմ ասում, Թևանյանը պատահական մարդ չէր, կամ ինչ-որ կարիք ուներ մեկի բանակցելու, կամ մեկի խնդրանքով, հələ մենք պետք է խնդրեինք, որ մարդ ասենք դադարք չի եկել, դու ճիշտ հասկացեք։ Երևանում ունի քանի ավական, 12 12 ավականի Գյումրիում ունի, կայացած թիմ ունի, որ ասենք թե նվիրյալներ են, նույն այսօր իր թիմը քաղաքապետարանում Երևանի, որ ճանաչվել է ամենաընդունելի, ամենավստահելի ավականիները։ Այնպես որ ես ասենք թե այդ մարդու հետ խոսում, նույնը Սուրեն Սուրենյանցը, որ էլի դաշինք ասնեմ բացառված է։ Կան մի 5-6, որ եկել են Իվետանգիդի, չեմ ուզում անուններ ասեմ, էլի ցանկացել են դաշինք, ասնեմ ոչ։ Գնացել են ֆրացե, հետո եկել են ասնել լավ, առանց դաշինք, ասեմ չէ, արդեն մենք պայմանավորվել ենք, դա կարիք չկա։ Այնպես որ Թևանյանի հարցը ասեմ, նորից եմ ասում, եթե ինք իրանից բան չներկայացներ, որ միջնորդի կարիք ուներ, որ միջնորդով եկալ է նա, միանգամից պատրաստի, ասենք թե եղել է մեջը, կորիս կար մեջը, թիմ կար մեջը, այնպես որ ցանկացած այսօր կուսակցություն կցանկանար, որ ինքը իր հետ համագործակցի, ճիշտ եմ ասում թե ոչ։ Ժամանակին լարված չէ ձեր հարաբերությունները Թևանյանի հետ։ Կարո՞ղ է թող պատասխանի էլի հարցերի։ Իր ոնց նորից ասեմ։ Լարված չէ ժամանակին ձեր հարաբերությունները Թևանյանի հետ։ Քանի որ դու ամեն ինչ գիտես, այո, լարված եղել են տղայից հարսանիքի հետ կապված, ես པարզ անկեղծ մարդ եմ, բայց հետո հանդիպել են, եկել է իրա, բաց թողումը ասել է, վերջացել է։ Եղել որ հարսանիք։ Հա? Հարսանիքի հետ կապված ինչ ա։ Դե որ այդքանը գիտես, մակար, լավ էլի, կարդաս անցանք առաջ ասեք։ Ուրեմն ծովի